Սիվիկայը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հետաքրքիր է, եթե առարկություններ ունեիք երեք ընդունված հայտարարության տեքստի հետ կապված, ինչու չմասնակցեցիք դրա քննարկմանը, քիչ առաջ ձեր գործընկերները պարոն Հովհաննիսյանը եւ Խանդանյանն ասում էին, որ դուք փախակ դրա քննարկումից, սա առաջին հարց, գայիք ներկայացնեիք ձեր առարկությունները, բմբլեիք փաստաթուղթը, ինչպես ընդունված է ասել, եւ նախորդ ուրբաթ օրը խորհրդարանում լսումներ էին վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով, Հայաստան Դաշինքը նույնպես մասնակցում էր, եկաք ելույթներով փոխանակվեցիք, ստորագրություններով նույնպես, բայց process-ը կարծեք թե կանգ է առել, տեղից չի շարժվում, հիշեցնեմ, որ մայիս ամսին դեռ, երբ որ նորից էլի օրակարգ էր բերվել impeachment-ի հարցը, Ռոբերտ Քոչյանը, ձեր խմբակցության փաստացի ղեկավարը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով impeachment-ի թեմային ասել էր, որ դա անիրատեսական գործընթաց է, քանի չկա փողոցային process, եւ ասել էր, որ խմբակցությունը նաեւ ենթադրաբար դուք չպետք է ֆոն եւ դեկորացիա դառնաք ինչ որ մարդկանց երազանք իրականություն դարձնելու համար։ Այդ ժամանակ վարչապետացուն Էդմոն Մարուքյանն էր նախկին դեսպան։ Հիմա Հանրապետական կուսակցությունը այլ տեխնացու է առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան։ Ուզում եմ ճշտել պարոն Խաչատրյան, անցած ամիսների ընթացքում ինչ որ բան է փոխվել, որ Հայաստանը որոշել է միանալ անիրատեսական որակված այս գործընթացին, #Պուի ներկայացրած վարչապետացուի հետ, շնորհակալություն։ Նախ շատ շնորհակալություն ԿՊ-ի ներկայացված փաստաթուղթը ՀԱՎ-ի հետ համեմատելու համար, որովհետև ՀԱՎ-ն են բմբլում։ Դուք ինքներդ այդ փաստաթուղթը համեմատեցիք ՀԱՎ-ի հետ, հետևաբար հաջորդի Դա ձեր համեմատությունն է, պարոն Խաչատրյան, մի վերագրեք։ Բմբլում են ՀԱՎ-ին, ՍԱԳ-ին, ԲԱԴ-ին։ Փոխաբերական իմաստով այո, այլաբանորեն։ Շատ լավ, այլաբանորեն, քանի որ համեմատեցիք ՀԱՎ-ի հետ, միգուցե իմաստ չունի դրան անդրադառնալ, բայց շուտ որ ասեիք, մենք նաև մեր հայտարարությունը չէինք տարածի, բացատրելով, թե ինչու չենք մասնակցում, կարծում եմ դա բավարար է։ Իդեպ, երբ ես դուրս էի գալի ազգային ժողովից, համարյա միաժամանակ դուրս էր գալի նաև Ալեն Սիմոնյանը, օրինակ ինչու Ալեն Սիմոնյանը որոշեց չմասնակցի, թողինք թե մասնակցեր եւ իր կարծիքը հայտներ։ Այն ինչի məsին այդ փաստաթուղթն էր, մենք անդրադարձել ենք ուրեմն երրորդյայի ընթացքում թե հարց ու պատասխանի ժամանակ, թե 10 րոպեանոց ելույթների, ինչ նպատակ է այդ ամեն ինչ հետապնդում, այն ինչ ներկայացված է ժողովրդին խաղաղության հետ բացարձակապես որևէ աղերս չունի։ Տրամպես Փաշինյանն ինչ է ասում։ Ասում էր ժողովուրդն ընտրել է ինձ, հետևաբար իմ դեմ խոսելը նշանակում է խոսել ժողովրդի դեմ, հիմա էլ ասում է այս թղթի հետ խոսել նշանակում է խոսել խաղաղության դեմ։ Ոչ, մենք խաղաղության կողմ ենք եւ դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետեւ դա չի բերում որևէ մեզ չի մոտեցնում խաղաղությանը։ Ձեր երկրորդ հարցի հետ կապված մեր մոտեցումը impeachment-ին նույնն է, չի փոխվել, ասել ենք, որ այո, կա 28 ստորագրություն, 28 ստորագրությունը պատրաստ ենք տրամադրել, գործընթացը լինի, տեսնենք ինչ ենք անում։ Շնորհակալություն։ Ազատություն։ Պարոն Խաչատրյան, ինչպես եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե ինչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է Զանգեզուրի միջանցք, Փաշինյանը հետևյալ կերպ է բացատրում, որ դա Զանգելան հորադիս ճանապարհն է եւ Ալիև ավելի կարճ որոշել է Զանգելան հորադիզը անվանել Զանգեզուրի միջանցք։ Սա մեկ եւ նա նաեւ պահանջել է, որպեսզի քարտեզի վրա ցույց տար, թե որտեղ է այդ Զանգեզուրի միջանցքը, հայտնի չէ թե արդյոք Կոպենհագենում տետատետ հանդիպման ժամանակ այդպիսի բացատրություն հնչել է թե ոչ, սակայն ԿՊ-ական ձեր գործընկերներն ասում են, որ համատեղ հայտարարության մեջ արդեն իսկ նշվում է, որ թրիփի ուղին անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով ամեն ինչ ասացված է եւ թեման փակված է։ Սա դուք բավարար համարում եք այդ հայտարարությունը, թե ոչ։ Նախ ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղյակ չեմ, թե ինքը ինչի նկատի ուներ Ալիևը, երբ խոսում էր միջանցքի մասին։ Հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում, ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Բայց հիշեցնեմ, որ 18-20 թվականներին, երբ այս իշխանությունները գաղտնի բանակցում էին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, Փաշինյանին երբ ասում են լավ հանդիպել եք Աշխաբադում, Դուշանբեում, Ժնևում, Մյունխենում,
ինչ է քննարկել, դե ասում էր փորձում ենք քննարկենք, հասկանանք, տեսնենք նույն բառի տակ նույն իմաստ ունենք, թե չէ, նույն իմաստ ենք հասկանում, թե չէ։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, այս բառի տակ ինչ ենք հասկանում։ Միգուցե այլաբանություն է, ինչպես ձեր գործընկերուհին ասաց, այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հապշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանանք, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը։ Եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Կրկնում եմ, Փաշինյանի, Հայաստանի իշխանությունների պահանջը բոլոր կապուղիների միաժամանակյա ապաշրջափակումը փոխարինվել է փոխադարձ առավելություն, անորոշ, անսահմանելի մի ինչ-որ նախադասությամբ։ Որոնք են այդ փոխադարձ առավելությունները։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2001 թվականին ասում էր. միջանցքը պետք է թուրքերին եւ ամերիկացիներին տանք, փող աշխատենք։ Փող աշխատելը ինքը դիտում էր որպես փոխադարձ առավելություն։ Կարող ենք բացառել, որ հիմա էլ դա նկատի ունի։ Չգիտեմ, ի տարբերություն Փաշինյանի, ես էքստրասենսոր ունակություններ չունեմ եւ իր մտքերը կարդալ չեմ կարող։ Բայց երբ խոսում ենք օրինակ սահմանը, ցույց տվեք սահմանը գծեք, չէ՞ որ ասում է 77-րդ վարժողովի ժամանակ։ Դրանից հետո Հայաստանն առաջարկում էր Գենշտաբի, ՍՍՄ Գենշտաբի 74-79 թվականի քարտեզները օգտագործել որպես հիմք, բայց այդ քարտեզները այլևս չեն դիտարկվում Ադրբեջանի կողմից։ Երբ որ Փաշինյանն ասում է եկեք այս թեման փակված համարենք, փակված համարել կարող ենք Զանգեզուրի միջանցքի թեման, ինքը հենց այդ Քարորիայի հարց ու պատասխանի ժամանակ էր ազգային ժողով կառավարություն ասաց եկեք թեման փակված համարենք, որտեղ սա նկատի ունի Զանգելան Հորադիզը։ Նավ ինքը թող փակված համարի, բայց դա չի նշանակում, որ թշնամին փակված է համարում, իրանք շարունակում են դա պնդել։ Այլ հարցեր կան, կներեք։ 24 News։ Ես Կոպենհագենում եղել եմ 2015 թվականին առանց Նիկոլ Փաշինյանի։ Պարոն Խաչատրյան, դուք խոսեցիք կուսակցության